Իրավաբան նեթը շարունակում է ազգային ժողովի ընտրություններ 2026 իրավական հարցերը քաղաքական օրակարգում նախագիծը, որի շրջանակներում այսօր զրուցելու ենք Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Շուշան Ավագյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ավագյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Անդրադառնանք կուսակցության ծրագրի իրավական բլոկին։ Նախ ինչ է արդարությունը ձեզ համար եւ որքանով է այնտեղ գտել կուսակցության ծրագրում։ Շնորհակալ եմ հարցի համար, իրականում ամենաառանցքային հարցերից մեկն եք տալիս իրավական տեսանկյունից, որովհետև ցանկացած բան, որ պետք է արվի, նաև օրենքի շրջանակներում պետք է արվի այնպես, որ քաղաքացիները հավասար լինեն այդ օրենքի առջև։ Հիմա մենք շատ գեղեցիկ օրենքներ ունենք, շատ գուցե որոշ դեպքերում արդյունավետ, որոշ դեպքերում ոչ, բայց արդարադատությունը շատ երկար ժամանակ է պահանջում եւ մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին, որ նույն դատարանները շատ ծանրաբեռնված են եւ մարդիկ տարիներով նույնիսկ չնչին հարցի համար հերթեր են կանգնում կամ ընկնում են դռնեդուր, որ կարողանան իրենց հարցի իրավական կողմը լուծել։ Ընդհանուր առմամբ մեր կուսակցության գաղափարախոսությունը հիմնված է հենց մարդու իրավունքների, բնական իրավունքների հիման վրա եւ ազատականության վրա։ Եվ ինչու ենք մենք կարևորում այս ամենը, մենք ուզում եմ նաև նշել, որ 2018 թվականին մեր երկրորդ համագումարի ժամանակ փետրվարի 17-ին, եթե չեմ սխալվում, ընդունեցինք իրավունքի գերակայության մանիֆեստը, որը ավելի շատ միտված էր նրա, որ շարունակեր կուսակցության ամբողջ գաղափարախոսությունը 2015 թվականից հետո հիմնադրվելուց հետո։ Ինչու ենք իսկապես անդրադառնում այս հարցին արդեն որպես կուսակցություն, որովհետև կարծում ենք, որ իրավական կոմպոնենտը, այսպես ասած, եթե չպահպանվի, ապա պետության հիմնաքարը որպես այդպիսին, այսինքն այն ի սկզբանե Հոբսը, Լոկը այսպես ձևավորել էին եւ ինչ էր տեղի ունենում այն ժամանակ, եթե մի փոքր պատմական էքսկուրս անցկացնենք, մարդը մարդուն գայլ էր, որևէ մեկը որևէ մեկին չէր ճանաչում եւ մարդիկ հավաքվեցին եւ որոշեցին, որ պետք է իրենց իրավունքների մի մասը տան ավելի վեր ազգային կառույցի, այս դեպքում պետության, եւ այդ հասարակական դաշինքը ստեղծվեց, ինչի արդյունքում են մարդիկ արդեն այսպես նաեւ իրավունք տվեցին, հարկադրանքի իրավունք տվեցին պետությանը, իհարկե կարգավորված եւ չափավոր, որպեսզի իրենց փոխարեն արդեն արդարադատությունը իրականացվի։ Իսկ ձեր գնահատմամբ այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իր իրավունքները կարող է լիարժեք պաշտպանել դատարանների միջոցով, արդյոք մեր դատական համակարգը լիարժեք անկախ է, դատավորները անկախ են, այս համակարգը որքանով է վստահելի։ Գիտեք ինչից է գալիս խնդիրը, որ մենք անդադար խոսում ենք դատական համակարգի մասին, բայց ինքը իշխանության ճյուղ է։ Նույնիսկ խոսույթի մակարդակում մենք իրեն չենք տալիս առանձին հենց իշխանության ճյուղ եզրույթը, որպեսզի ամբողջովին արտացոլվի իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը։ Օրինակ այն հանգամանքը, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը աշխատանքից ազատվում է WhatsApp-յան նամակի միջոցով, արդեն իսկ փաստում է նրա մասին, որ մենք չենք կարող խոսել, որ դատական համակարգը կամ արդարադատությունը ամբողջովին անկախ է եւ կամ այն դեպքը հիշեցնեմ, որ գլխավոր դատախազը այսպես track changes-ով որոշակի փոփոխություններ էր իրականացրել։ Սա խոսում է նրա մասին, որ այնուամենայնիվ դատական համակարգը անկախ չէ եւ կա նաեւ ձախողված այսպես կոչված վեթինգյան քաղաքականություն, որ պետք է վեթինգի ենթարկվեր դատական համակարգը, բայց դա հավուր պատշաճի չիրականացվեց եւ այնուամենայնիվ մենք ունենք հիմա դեռևս դեպքեր, որտեղ ակնկալել, որ քաղաքացին կարող է շատ հեշտությամբ լուծել իր հարցը դատարանի միջոցով, բացի այն տեխնիկական առումներից, որ ես նշեցի, օրինակ ծանրաբեռնվածության մասը, երկար տարիների, հերթերի, գումարների մասին խոսքը, նաեւ բովանդակային առումով այսօր մենք չենք կարող վստահ դա պնդել։ Իսկ որոնք են ձեր քաղաքական ուժի նախընտրական ծրագրի հիմնադրույթները այս ոլորտում փոփոխությունների առումով։ Մենք միշտ կարևորում ենք մարդուն եւ մարդը առանցքն է, պետությունը պետք է այն ամենը, ինչ որ գրված է, նույնիսկ չեմ ասում փոխելու մասին, դա արդեն մեդալի երկրորդական կողմն է, բայց այն ինչ որ ֆիքսված է արդեն, գոնե կեսից ավելին դրա իրականացնի, որպեսզի մենք կարողանանք հստակ իմանալ, որ մարդու իրավունքները այդ տեսանկյունից պաշտպանված են։ Մեր կուսակցությունը ինչ է ասում է նաև հղում անելով, այդ իրավունքի գերակայության մանիֆեստին ես շատ նաև կհորդորեմ քաղաքացիներին ծանոթանալ, մեր էջում զետեղված է հատուկ այդ փաստաթուղթը։
Տարբեր ասպեկտներ կան, որոնք որ պետք է պահպանվեն եւ քրեական գործերի եւ քաղաքացիական գործերի մասով եւ բաց կառավարման տեսանկյունից, հաշվետվողականության տեսանկյունից եւ կոռուպցիայի դեմ պայքարով եւ մարդու իրավունքները պաշտպանելով ոչ միայն այսպես որպես խոսույթ ձևավորելով, այլ հենց հողի վրա դա իրականացնելով, մասնավորապես այնքան դեպքեր են այդպիսի տեղի ունենում, որ կոծկվում են, չեն տարածվում, մինչև հանրային արձագանք չի լինում, անդրադարձ չի կատարվում այդ թեմաներին, անհասկանալի կերպով ժամանակ է անցնում, նոր բացահայտվում է ինչ-որ մի դեպք, որ մի քանի տարի առաջ էր տեղի ունեցել, եւ այս վերջին դեպքերից ուզում եմ հիշատակել Վեդու դեպքերը, երբ մանկապղծության դեպք էր տեղի ունեցել երկու անչափահաս երեխայի նկատմամբ, եւ այդ դեպքը, չգիտես ինչու, օրինապահ մարմինների կողմից համապատասխան ձևով անդրադարձ չէր ունեցել, մինչև այն պահը, երբ լրագրողներից մեկը, Սյուզի Բադոյանը, չէր հանրայնացնել այդ խնդիրը, կամ մեկ այլ դեպք եմ ուզում հիշատակել, հենց թարմ դեպքերի մասին էլի խոսենք, որ երիտասարդ տղան ավտովթար էր ունեցել եւ Շամշյանի միջոցով այդ ավտովթարը նկարահանվել էր, էլի ոչ մի քրեական վարույթ չէր նախաձեռնվել, մինչև այն հանգամանքը, երբ որ դա հանրայնացվել էր, ընդ որում հանրայնացվել էր հենց այդ տղայի միջոցով, ինքն էր իր մասին պատմող տեսահոլովակ նկարահանել, որտեղ ծիծաղում էր, պատմում էր, թե ոնց է դեպքը տեղի ունեցել։ Խնդիրը նույնիսկ արդեն այս պարագայում այդ տղան էլ չի, այլ այն համակարգն է, որ չի անդրադառնում նմանատիպ խնդիրների։ Եվ մեր ասած այն է, որ նմանատիպ դեպքերին անդրադարձը չպետք է լինի կամայական, օրենքներին եւ իրավունքների առջեւ հավասարությունը չպետք է լինի կամայական, եւ այն ինչ որ մեխանիզմներ պետք է գործի դրվեն, դրանք պետք է գործի դրվեն անկախ որևէ մեկի ցանկությունից, կարգադրությունից կամ որոշումից։ Անդրադառնանք նաև հակակոռուպցիոն համակարգին, նախ ձեր դիտարկմամբ այսօր Հայաստանում առկա է կոռուպցիա թե ոչ եւ ինչպես եք դուք գնահատում հակակոռուպցիոն մարմինների աշխատանքի արդյունավետությունը։ Երևի, քանի որ ես երկար տարիներ նաև այդ ոլորտում եմ քաղաքացիական հասարակությունում աշխատել հենց կոռուպցիայի դեմ պայքարելով, այսպես ձևակերպեմ միտքը, դուք չեք գտնի մի երկիր, որտեղ կոռուպցիա չկա։ Սկանդինավյան երկրներում ուղղակի կոռուպցիայի մակարդակը շատ ավելի քիչ է։ Ինքը տենց համատարած բնույթ չունի, գիտեք, ես վերջերս նաև Transparency International-ի հրապարակած CPI-ով, հայերեն մոռացա կոռուպցիայի ընկալման համաթվով, Դանիան էր առաջին հորիզոնականում, որպես առավել քիչ կոռումպացված երկիր։ Կոռուպցիան, բայց բնականաբար Հայաստանի Հանրապետությունում դեռևս կա։ Գուցե նույն ոճով եւ բովանդակությամբ չի ինչ որ նախկինում, թեպետ նաեւ հիմա էլ դրա շարունակությունը մենք տեսնում ենք, բայց դրա վառ դրսևորումները անդադար կան շատ անկախ մեդիա ալիքներ, որոնք հրապարակում են տարբեր տեսակի կոռուպցիոն դրսևորումներ։ Մասնավորապես ԱՆԻՖ-ի մասով գործն է, որի այլի այնպեսի տարածում չունեցա, որ պետք է ունենար, կամ մեկ անձենց գնումների մասով, բարեկամներ, հարազատներ ներգրավելու տեսանկյունից, այսինքն կոռուպցիա շատ բազմաշերտ, sense բազմաթիվ շերտերից բաղկացած երևույթ է եւ դրա դրսևորումները արտահայտվում են տարբեր ձևերով։ Մեկը վարչական ռեսուրսի չարաշահումն է նաեւ, որը շատ ակնհայտորեն հիմա կիրառվում է, կամ ընտրակաշառքը, մի քանի ես չեմ ուզում ամեղության կախավարկածը ոտնահարել այս պահի դրությամբ, բայց հրապարակվում են ձայնագրություններ, որտեղ հստակ ընտրակաշառք պարունակող տարրեր կան։ Իհարկե դատարանը արդեն կորոշի մի քանի տարի անց երևի։ Բայց այնուամենայնիվ այս դեպքերը դեռևս առկա են եւ այն ամեն ինչը ինչի մասին մենք հիմա խոսում ենք, ընդհանրապես մի բան է պակասում, որ այդ ամեն ինչի դեմ պայքարը արդյունավետ լինի կամ պահպանվի մարդու իրավունքները։ Գիտեք դա ինչն է։ Քաղաքական կամքը։ Քաղաքական կամք չունենք մենք դա իրագործելու։ Մենք անդադար խոսում ենք այս կառույցի արդյունավետության մասին, այն կառույցի արդյունավետության մասին, բայց իրականում դրա տակ չենք դնում քաղաքական կամք։ Ինչ վերաբերում է մարմինների գործունեությանը, ես առանձին ծանոթ եմ իհարկե մարմինների գործունեությանը, դրանք անկախ մարմիններ են, մասնապես խոսքը գնում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին, մենք գիտենք, երբ որ հիմք դրվեց, որպեսզի ստեղծվեն այս ինստիտուտները, դա լավ պրոգրես էր եւ առաջընթաց էր, որովհետեւ յուրաքանչյուր մարմին արդեն մասնագիտացված բան ունեցավ, հակակոռուպցիոն դատարաններ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր, հակակոռուպցիոն կոմիտեն էր եւ նաեւ, եթե չեմ սխալվում, դատախազությունում նաեւ առանձին բաժին կա ապօրինի գույքի հետ կապված։ Կրկին եւ կրկին վերադառնում ենք այն թեմային, որ քաղաքական կամքի պարագայում նաեւ լիազորությունների մասով
Եթե ավելի ընդլայնված լիազորություններ ունենա նույն կոռուպցիա կանխարգելման հանձնաժողովը, կարծում եմ ավելի արդյունավետ կլինի աշխատանքը։ Մեծամասնության քվեն ստանալու դեպքում Լուսավոր Հայաստանը ինչպես է այս քաղաքական կամքը ամրացնելու, ինչպես է կոռուպցիան ավելի կանխարգելել կամ բացառել, չասենք, ինչպես է ավելի արդյունավետ դարձնելու կոռուպցիայի դեմ պայքարը։ Այդ նորից պետք է ասեմ, այդ կամքը դրսևորելով, որովհետև եթե շատ պարզ այսպես փորձենք բացատրել, Հայաստանի Հանրապետությունը փոքր երկիր է, այստեղ բոլորը միմյանց ճանաչում են, բոլորը ինչ-որ կապեր ունեն, անկախ մեր կամքից է դա ստացվել։ Բայց երբ որ դու չունես քաղաքական կամք, այդ ամեն ինչը կանխարգելելու, կամ հակառակը ունես կամք ներգրավելու քեզ մոտ կանգնած մարդկանց կամ շրջանակներին այս կամ այն տենդերը, ասենք, շահելու կամ այն գործողությունը իրականացնելու, բնականաբար առանց քաղաքական կամքի դա հնարավոր չէ իրականացնել։ Դրա համար մեզ համար կոռուպցիան իր ամբողջ դրսևորումներով զազրելի եւ եղկելի երևույթ է եւ դրա դեմ պայքարը մենք կարծում ենք պետք է մինչեւ վերջ հետեւողականորեն տանել անկախ այն հանգամանքից։ Մենք իհարկե պետք է ռեալիստ լինենք նաեւ այդ տեսանկյունից, մենք վարչապետական մրցավազքի մեջ չենք մտել, դրա համար այդպես մեծամասնություն էլ չենք ակնկալում, որ կստանանք, բայց երբ որ մենք ընտրվենք եւ անցնենք ազգային ժողով, այդ ժամանակ մենք հենց պաշտպանելու ենք այն քաղաքացիների շահերը, ովքեր այս ամեն գործընթացի միջով անցնելուց հետո կարելի ասել այնուամենայնիվ չեն ստացել իրենց ակնկալելի արդյունքը։ Ընդ որում ակնկալելի արդյունքը պարտադիր չի միշտ հօգուտ քաղաքացու լինի։ Իհարկե ցանկալի է, որ հօգուտ քաղաքացու լինի, բայց գոնե այն տարրական բաները, որոնք որ անհրաժեշտ են պահպանվեն, որ դրանք պահպանվեն։ Որքանով են այսօր ապահովում այդ իրավունքները, քաղաքացիների իրավունքները որքանով են ապահովում։ Մասամբ անդրադարձա դրան, տարբեր պատճառներից ելնելով դրանք չեն պահպանվում եւ արդեն մի քանի օրինակներ բերեցի, որտեղ կոնկրետ դեպքեր են եղել, այդ կոնկրետ դեպքերին չեն տրվել համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։ Երբ որ դա չի լինում, բնականաբար մյուս քաղաքացին, ով այդ դեպքի հետ անմիջական առնչություն չի ունեցել, ունի լեգիտիմ կասկածելու հավանականություն, որ նույն դեպքում հայտնվելու ժամանակ իրեն էլ չեն արձագանքի այնպես, ինչպես որ նախկին դեպքերում չեն արձագանքել։ Այս կամայական ընտրությունը կամ, չգիտեմ, եթե մեկ հրապարակման համար հնարավոր է քաղաքական հետապնդման ենթարկվես, բայց լուրջ գործողությունների ժամանակ համակարգը դանդաղում է, այստեղ արդեն հարց է առաջանում։ Իսկ որոնք են ձեր քաղաքական ուժի տեսակետները իրավապահ մարմինների աշխատանքի հետ կապված, ինչ եք նախաձեռնում ընտրվելու պարագայում, արդյոք սա նույնանում է հակակոռուպցիոն բլոկի դատական համակարգի հետ, թե առանձին քայլեր են մշակված։ Ընդհանուր համակարգն է, ոնց որ ասած, ենթակա այս քաղաքական կամքի ներդրմանը։ Իհարկե, ես գիտեմ, որ նաև իրավապահ մարմինների պարագայում է աշխատանքը բավականին ծանր է եւ ես ամենևին չեմ ուզում արժեզրկել այդ մարդկանց գործունեությունը, բայց մյուս կողմից էլ ես ուզում եմ հստակ ձևակերպել այն միտքը, որ խնդիրը նրանում է, որ մարդիկ կարող են իրենց աշխատանքը հրաշալի կերպով եւ արդյունավետ իրականացնել, բայց եթե դրա համար չկան նաեւ նախորդող պայմաններ, այսինքն նույն կամ հակառակ այնքան պայմաններ շատ են, վերևից եկող հրամանները շատ են, որ այդ մարդիկ չեն կարողանում համակարգում մնալ եւ աշխատել, քիչ չեն եղել դեպքերը, ես հիմա նույնիսկ ուզում եմ հիշել այդպիսի դեպք, այս վերջերս էր կարծես համակարգից դիմումներ են գրում, մարդիկ դուրս են գալիս զուտ նրա պատճառով, որ չեն կարողանում հաշտվել են հանգամանքի հետ, որ իրենք ինչ-որ մեկի կամակատարը պետք է դառնան։ Իհարկե դեպքերը բոլորը չեն այդպիսին եւ մեծամասնություն, չգիտեմ, հուսով եմ, որ չեն կազմում, բայց այնուամենայնիվ այս խնդիրը առկա է եւ մեր ուժն էլ փորձելու է դրա տակ հենց դնել այդ քաղաքական կամքը։ Եվ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին եւս անդրադառնանք, ինչ անելիքներ կան այս ոլորտում, մասնավորապես ինչ եք նախատեսում անել դուք։ Ամենակարևոր պաշտոններից մեկն է իրականում եւ մարդու իրավունքների պաշտպանի այդ պաշտոնը պետք է միշտ անկախ պահել ցանկացած պարագայում։ Փորձը ցույց է տալիս, որ մենք ունենք նաեւ դրա հակառակ ոնց որ էֆեկտը, այսինքն որ քիչ են խոսում ավելի եւ ներգրավվածությունը եւ ակտիվությունը քիչ է այս պարագայում, բայց կարծում եմ միայն այն հանգամանքը, որ օրինակ որևէ կերպով նույնականացված չլինի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում գտնվող անձը որևէ կուսակցության հետ, դա իսկ արդեն իսկ շատ մեծ կարևորություն ու ներգործություն կունենա։
Իսկ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանի դերակատարումն է պետք է հասկանալ ինչումն է, որովհետև շատ հարցերում ես գիտեմ, որ դիմում են մարդու իրավունքների պաշտպանին եւ նախկինում էլ են դիմել, առանց հասկանալու, որ դա իր լիազորությունների տիրույթում չէ։ Դրա համար ակնկալիքներն կարող են սխալ ձևավորվել։ Ես այդ մասով եմ ուզում իհարկե շատ կարևորել, որ քաղաքացու տեսանկյունից շատ հասկանալի եւ պարզ լինի, թե ինչի համար կարող է մարդու պաշտպանին դիմել եւ ստանալ իր պատասխանը։ Մարդու իրավունքների պաշտպանը պետության եւ քաղաքացու միջև ստեղծված հարցի համար լուծում գտնողն է, այսպես ասած, եթե շատ պարզ ձևակերպենք, կամ այդ հարցը բարձրաձայնողը, դրա համար այն հարցերը, որոնք որ պետության հետ անհասկանալի են, այդ այսպես թիրախային կետը մարդու իրավունքների պաշտպանն է։ Մեզ համար ընդհանուր առմամբ բոլոր այն մարմինները, որոնք անկախ են, այսինքն համանadrությամբ ամրագրված է, որ անկախ են, պետք է պահպանեն այդ անկախության կոմպոնենտը եւ իրավապահ մարմինները եւ հակակոռուպցիոն մարմինները եւ այն համակարգերը, որոնք որ իրենց անկախությամբ կարող են ազատորեն գործունեություն ծավալել։ Դրա համար նորից եւ նորից վերադառնում ենք այն կետի, որ պարզապես պետք է ունենալ այդ քաղաքական համակարգը, չփորձել ուզուրպացնել դաշտի բոլոր հնարավոր եւ անհնարին ինստիտուտները, որպեսզի դա լինի մեկ մարդու վերահսկողության ներքո, որովհետև ցանկացած իշխանություն անկախ այն բանից, թե ով կլինի իշխանության, եթե չունենա իրեն զսպող եւ հավասարակշռող մեխանիզմ, արդեն շատ հեշտությամբ կարող է փոխել իր քաղաքականության ընթացքը եւ դա կարող է հանգեցնել նրան, որ մեկ մարդու կողմից կառավարվող համակարգ ունենանք։ Դրա համար շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր ինստիտուտ պահպանի իր անկախությունը, ունենանք համապատասխան զսպումների եւ հակակշռումների մեխանիզմ եւ իշխանության 3 ճյուղերի միջև եւ արդեն տարբեր ինստիտուտների միջև եւ դա հանգեցնելու է ինստիտուցիոնալ կայունության, կայացվածության, ինչն էլ ամրապնդելու է ժողովրդավարության հիմքերը։ Առանց իմ վերոգրյալ եւ վերոթվարկյալ կապերի եւ փոխզսպումների անհնար է ունենալ կայացած ժողովրդավարություն։ Շնորհակալ եմ շատ եւս մեկ անգամ մեր հրավերը ընդունելու եւ ձեր կուսակցության նախընտրական ծրագրի իրավական բլոկը ներկայացնելու համար։ Շնորհակալ եմ։ Զրուցում էինք Լուսավոր Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Շուշան Ավագյանի հետ։